Անալիտիկ և ֆիզիկական քիմիայում կարևոր է ժամանակակից սարքավորումների առկայությունը, որոնց միջոցով գիտնականները կատարում են քիմիական նյութերի և խառնուրդների ուսումնասիրություն։ Գիտության զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում Մայր բուհի քիմիայի ֆակուլտետն արդեն սկրեպտոսկոպիայի և քրոմատոգրաֆիայի լաբորատորիա ունի։ Օգտագործվելու է հիմնականում գիտական հետազոտությունների համար, ինչպես նաև օգտագործվելու է տարբեր ուսումնական գործընթացներում, բակալավրի թեզերի, մագիստրոսական թեզերի։ Նորաբաց լաբորատորիայի սարքերը հնարավորություն են տալիս բաժանել քիմիական խառնուրդները, բացահայտել քիմիական նյութերի կառուցվածքն ու բաղադրիչները։ Ուսանողները գործնականում կծանոթանան մոլեկուլի կառուցվածքին, դրա հատկություններին։ Օրինակ կարելի է որոշել ռեակցիայի ինչ տեսակի արագությամբ է ընթանում process-ը, ինչ տեսակի մեխանիզմներով եւ այլն։ Բացառիկ սարքի համադրությունն է, որ կա, ինքը շատ մեծ հնարավորություններ է տալիս նյութերի բաժանման եւ իդենտիֆիկացման համար։ Դրա համար շատ հաճախ օգտագործում են կրիմինալիստիկական լաբորատորիաներում նմանատիպ սարքերը եւ բացառիկ է այն, որ աշխարհում շատ քիչ կան։ Քիմիկոսը պետք է կարողանա կիրառել ժամանակակից սարքերը, որոնք այսօր աշխատաշուկայում լայն տարածում ունեն։ Ակադեմիական միջավայրում գործնական հմտությունների զարգացումը կնպաստի որակյալ մրցունակ կադրերի պատրաստմանը։ Լաբորատոր աշխատանքներ են ուսանողները այստեղ իրականացնում համապատասխան դասընթացների շրջանակներում, մասնավորապես հետազոտման ֆիզիկական մեթոդներ դասընթացի շրջանակներում, ինչպես նաև այլ առարկաների շրջանակներում, որոնք հենց պետք են օգտագործել այս սարքերի հնարավորությունը։ Նոր լաբորատորիան ստեղծվել է Երևանի պետական համալսարանի և բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ։ Գիտական նոր միջավայր ունենալու համար ծախսվել է շուրջ կես միլիարդ դրամ։ Արամ Մարանդյան, Հովհաննես Քյոսեյան լուրեր։